Լավ եմ, մի քանի օրից կվերադառնամ ծառայության։ Վիրականի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանեսը բժշկական միջամտությունից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Տեսակցություններն արգելված են, հեռախոսով պատմեց։ Սիրտը չի դիմացել, մի կողմից զայրույթին, մյուս կողմից սադրանք բախումներին ու հրմշտոցին, մայր տաճարի մոտ։ Շատ բարկացած Ծաստիկ բարկացա, որպես իրար մանավանդ են Ստեփանին, Արամայիսին, Դանիելին, Պետրոսյան Կարենին, իրանց թիմիկ կեցած կողել, ամբողի լուպը անցած, բախում սադրելու պորցելով էլի, բարկացում էր ժողովուրդը և ամուրեր և տպուներ։ Սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ ծանր վիճակով Տեր Վրդանեսին հիվանդանոց են հասցրել։ Անոթների ստենտավորումից հետո միայն վիճակը կայունացել է, բայց բժիշկների խիստ հսկողության կարիք դեռ կա։ Մոտակա 72 ժամը համարվում է ամեն դեպքում ինֆարկտից հետո ճգնաժամային, բայց այս պահին հիվանդի վիճակը բավարար է։ Գիտակից է, հուսով ենք, որ մոտ ժամերին կտեղափոխենք հիվանդասենյակ, անհետև դուրս կգրենք հիվանդանոցից։ Տեր Վրդանեսին մի քանի րոպեով տեսակցելու հնարավորություն ունեցել է միայն երեծկինը։ Ասում է, ամուսինը նախկինում երբեք առողջական գանգատներ չի ունեցել, տեղի ունեցածն անսպասելի էր, բայց չի հուսահատվում։ Առաջին բանը, որ տեսավ ինձ, ասեց վեհափառս ոնց է, ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց, իրականում այսպես ասեմ, իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ երկրորդը կա Հայաստանում թե ոչ, ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին հայրենիքը, ընտանիքն էլ են նույն, կարող եմ ասել նույն կարգավիճակում, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք ու ես վստահ եմ, որ այն առաքելությունն, այն նպատակը, ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժվում։ Ծառայեկից եղբայրներն աղոթում են Տեր Վրդանեսի արագ առողջացման համար։ Հաղորդություն է ցանկացել, հասցրել են, սա էլ կանցնի վստահ են։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։